Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Ազատ հարթակի այսօրվա իմ հյուրն է Համահայկական ազգային միասնության խորհրդի վարչության անդամ Սմբատ Մաթևոսյանը։ Բարև ձեզ, պարոն Մաթևոսյան։ Բարև ձեզ։ Եկեք սկսենք հայ-իրանական զորավարժություններից։ Այս օրերին տեղի են ունենում հայ-իրանական համատեղ զորավարժություններ։ Իրանի զորավարժությունները տեղի են ունենում իրենց սահմանին, Հայաստանինը մեր սահմանին։ Որ խնդրեմ ձեր մեկնաբանությունն ու գնահատականն այս համատեքստում։ Շատ լավ։ Պետք է նախ գնահատել ինչ է կատարում տարածաշրջանում։ Տարածաշրջանը շատ շիկացած է եռացող կաթսայի պես ու պատկերացրեք, որ շատ մեծ թվով ահաբեկիչներ արդեն ստացել են միջազգային, ասենց ոնց ասենք, բոլոր օրենքները պաշտպանող երկրները այսօր ընդունում են, պաշտոնապես են ընդունում նույն ահաբեկիչներին, իրենց ղեկավարին ու Թուրքիայի գլխավորությամբ այս ամեն ինչը բերում է այն մտավախության, որ մենք պետք է պատրաստ լինենք ամեն վայրկյան, որ այս ահաբեկիչները կարող է ամեն րոպե, ամեն վայրկյան ներխուժեն Իրանի կողմից, քանի որ այնտեղ մենք ունենք 40 քանի կիլոմետրանոց միջանցք մեղրիով դեպի Իրան։ Այսինքն մեր երկրի տարածքը ստացվում է, որ դառել է հյուսիս-հարավի մի փոքր հատված միջանցք։ Գիշեք նախկինում միշտ ասել են մետաքսի ճանապարհ, մետաքսի, մենք այն ժամանակ չէինք հասկանում, այսօր այս ամեն ինչը մեր առաջ դրած է։ Հիմա եթե Պարսկաստանը Իրանը սկսում է պատերազմ կամ Իսրայելն է սկսում կամ ես չգիտեմ Ամերիկան է, այստեղ դժվարանում եմ ես հնարավոր պատերազմը, ոնց որ թե արդեն դարձել անխուսափելի ու պատկերացնում եք ինչ հոսք այդ նեղ միջանցքով կարա դեպի Հայաստան, որովհետև ամբողջ մեր նախկին ազատագրված տարածքները Արաքսի ափով այսօր հիմնականում կարելի է ենթադրել, որ բազաներ են Իսրայելի, ՆԱՏՕ-ի կամ չգիտեմ, այսինքն Նախիջևանի տարածքով մտնեն Հայաստանի Հանրապետությունը։ Չէ, Նախիջևանի չէ, Մեղրի տարածքով, Մեղրիից ուղիղ այս գաղթականների մեծ հոսք կլինի ու հնարավոր է, շատ հնարավոր է, չի բացառվում, որ նույն են Սիրիան մտած ահաբեկիչները, որ մորթեցին, սպանեցին, սրանք խառնվեն այս գաղթականներին ու լցվեն Հայաստան։ Որքանով է Հայաստանը հայկական բանակը պատրաստ այս ամենին եւ կուզենայի նաեւ խոսեիք ժողովրդական աշխարհազորայինների աշխատանքների մասին այս պահին։ Հիմա ավարտեմ զորավարժությունների հետ կապված նախապատրաստությունը, ոնց որ պատրաստում են զորավարժությունները, որ այս ահաբեկիչների դեմ ինչ-որ ձև կարողանան առնեն։ Ինչ մնում է աշխարհազորի հետ կապված։ Տեսեք, ժողովրդական աշխարհազորը բոլոր ժամանակներում, բոլոր պատերազմներում կազմակերպված դերն է ունեցել, ապահովել է թիկունքը եւ երբ որ հասել են կրիտիկական ժամանակը, որ պետք է բանակի կողքին լինեն, արել, ճարել, ինվալիդ, գնացել են, կանգնել են բանակի կողքը, պաշտպանել են իրենց երկիրը։ Մենք պրակտիկայում ենք այս տարիների ընթացքում տեսել 90-ականներին, 44-օրյային, բայց աշխարհազորը եթե ձևավորվում է կազմակերպված նախկին զինվորականներով, որովհետև այնտեղ եւս կան կանոններ, որ խիստ պետք է պաշտպանվի։ Այս կանոններից հասարակ օրինակ տեսեք վերջերս Նահապետյանը, Հայկ Նահապետյանը ռազմական մեկնաբանը այնքան շատ հետաքրքիր մի հատ միտք արտահայտեց, եթե այս Իրանի պատերազմը սկսվում է Նախիջևանի կողմից Երևան Նախիջևանի միջև Երասխի սահման 60 կիլոմետր է։ Սա 2 ժամվա մարշ բրասոկ է, բրոնի տեխնիկա է, տանկերն ու չգիտեմ, կգան կհասնեն Երևան։ Կհասնեն Երևան թե չէ, այստեղ մի քիչ այլ ձև կմոտենայի, որովհետև բաց դաշտը այդքան հեշտությամբ գալ հասնելը, ես կարծում եմ, որ բանակը կկանգնի։ Մենք էլ բանակի կողքին բնականաբար, բայց քաղաքում ճանապարհին Արարատ քաղաքն է, Արտաշատ քաղաքն է, գալիս է Երևան քաղաքն է։ Այս ժողովրդական աշխարհազորը պետք է կարողանա կազմակերպի ժողովրդին անվտանգություն ապահովի ինչ-որ ձևով, որտեղ դեռ սովետական միության ժամանակներից ապաստարանները, բոմբուբեժիշաներ, այս հասկացողությունը գործարաններում, դպրոցներում նախկինում հաշվի առել են
շինարարության ժամանակ այս ամեն ինչը վերցրել են, նորմալ պատրաստել են։ Ինչքանով պաշտպանվել այս ամեն ինչ, ինչքանով այսօր գոյություն ունի։ Սրա մասին է պետք մտածել, որ երեխա, կին, ծերեր, գոնե ժողովրդին կարողանան ինչ-որ ձևով կազմակերպված, դրա համար աշխարհազորը պետք։ Աշխարհազորը պետք է այս իրավիճակներում կարողանա թիկունքին ժողովրդին ինչ-որ ձև օգնի, կազմակերպի, ապահովի։ Ես ավելի քան վստահ եմ, որ մեր կառույցում բավականին մեծ թվով պայստազորի սպաներ կան, մենք աշխատում ենք այս ուղղությամբ, աշխարհազորը ձևավորվելու, ժողովրդական աշխարհազորը։ Աստված որ չլինի այդպիսի բան, բայց հավանականությունը շատ մեծ է ու ժողովրդին փրկելու, օգնելու, բանակի կողքը կանգնելու խնդիրներ կա, որ աշխարհազորի ինքնուրույն պետք է կարողանա։ Նորանոր կադրեր համալրվում են աշխարհազորների շարքերում։ Այո, գալիս են, մարդիկ գալիս են, ինֆորմացվում են, լսում են, ինչ-որ տեղեր փորձի կարծիք են հարցնում, ինչա պետք, ոնց է պետք անել։ Փառք Աստծո, մեր ժողովրդի գիտակից մի մեծ մասսա կա, որ համագործակցում է մեզ հետ ու ոչ թե մենակ քաղաքական մտքերի գաղափարների շուրջ, նաև երկրի պաշտպանության, ժողովրդի անվտանգության հետ կապված ունենում ենք բավականին մեծ թվով խելացի գրագետ մարդիկ համագործակցում են մեզ հետ։ Պարոն Մաթևոսյան, հնարավոր պատերազմի շեմին է գտնվում Հայաստանի Հանրապետությունը։ Մեր դաշնակիցը ապազգային այս իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ չի նշмарվում, թե ով է։ Ըստ ձեզ, ով պետք է դաշնակցային բարեկամական, թե ռազմավարական գործընկեր հանդիսանա այսօր։ Կամ այսօրվա իշխանությունները արագությամբ որ պետության հետ պետք է ռազմավարական դաշնակցային գործընկերություն նորից հաստատեն։ Շատ լավ, տեսեք, Իրանը այսօր շատ մեծ պատերազմի հավանականության առջև է կանգնած, որ մեր համար առաջի դաշնակիցն է ու այսօր զորավարժություններ են անում ահաբեկչության դեմ։ Իրանի սահմանում Իրանի բանակն է, մեր հայկական սահմանում հայկական բանակն է։ Համար առաջի դաշնակիցներից մեկը Իրանն է։ Ու քանի որ մենք սահման չունենք Ռուսաստանի հետ, բայց ունենք պայմանագիր, որ դաշնակցային անվտանգության պայմանագիր ունենք համատեղ, մենք պետք է փորձենք ինչ-որ ձև վերականգնենք Ռուսաստանի հետ այս պայմանագրերը իրականություն դարձնելու, որովհետև տեսեք, շեշտում եք իշխանությունների, չգիտեմ, ես մի քիչ դաստիարակված մարդ եմ, ուզում եմ բառեր չափավորած ասեմ, փնթի քաղաքականություն ասեմ, չնայած ես իմ հոգու խորքում իրանց որպես հայ ժողովրդի թշնամի եմ տեսնում, ոչ թե մենք ժողովուրդն ենք իրանց թշնամին, այլ իրանք այսօրվա իշխանությունները ինչ արեցին, արդյունքում իրանք գնահատականը թշնամություն է, իրանք դավաճան չեն, իրանք թշնամի են, ու որտեղ է կայանում խնդիրը, Ռուսաստանի հետ այսօր վերականգնել անվտանգության հարցերը, ռազմական բոլոր պայմանագրերը, սա երկրորդ խնդիրն է, որ մենք Իրանի եւ Ռուսաստանի հնարավոր պայմանավորվածությունները կարողանանք իրական դաշտ բերել։ Ռուսաստանը երկրորդ ճակատով կարող է օգնության հասնել։ Գիտեք, Ռուսաստանն էլ ինքն էլ այտենց մի լավ որի մեջ չի, ժողովրդի լեզվով ասեմ, բայց Ռուսաստանը աշխարհում ամենաուժեղ ատոմային զենքի տերն է ու սա նշանակում է, որ բոլորը զգուշ են։ Այս փոքր պատերազմը, որ հիմա փոքր ասում ենք, կողքից ենք փոքր տեսնում, բայց իրականում Ռուսաստանը այսօր մենակով կռվում է ամբողջ ՆԱՏՕ-ի երկրների դեմ։ Ռուսաստանը ունի իրականում ծանր իրավիճակում հայտնված խնդիր, բայց Ռուսաստանը որպես կայսրություն, որպես գերտերություն, որպես ядерная держава հայերեն ոնց ալում ատոմային ինչև է։ Էներգետիկ։ Ինքը ամենամեծ վտանգն է աշխարհում ու բոլորը վախենում են իրանից։ Թե ամերիկան, թե եվրոպական բոլոր երկրները։ Իսկ Ռուսաստանը երկիրը չի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պես ինչ-որ մեկը Ռուսաստանի նախագահին դուրս չգա չդիմավորի, սա պրոտոկոլի խախտում է անգամ, պետական
բոլոր հանդիպումները ունեն կոնկրետ կանոններ, պրոտոկոլային։ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան էր սրանով ուզում ասել, որ մենք այնքան ժողովրդավար ենք, շատ հարցերում սա ավելի շատ հակասում է մեր անվտանգության, մեր բարեկամության, թե տնտեսական, թե ռազմավարական, բոլոր սա մեծամտությունը, այս միտումնավոր արհամարանքը Ռուսաստանի հասցեին, տեսեք այսօր ինչ-որ եվրո նոր ձևավորված կառույց կա, մի քանի կուսակցություններ խոսում են անհասկանալի բաներ, վարկաբեկում են, անպատվում են ժողովրդին, Ռուսաստանի իշխանություններին, մի ամբողջ 3 միլիոն հայ այսօր մեր պետությունից ավելի շատ հայ այսօր ապրում է Ռուսաստանում, աշխատում է Ռուսաստանում։ Մի ամբողջ ժողովրդի ճակատագիր այսօր վերցրել են ուղղակի իրենց հավեսի համար, թե հատուկ հանձնարարություն են կատարում, թե վարձատրության դիմաց են անում, վերցնում են, վարկաբեկում են մի պետության, որտեղից այսօր մենք գոյատևելու աղբյուր ունենք, սկսած էներգետիկայից, վերջացած ցորեն, մյուս տնտեսական համագործակցություն, ընդդեղից եկող ֆինանսները, որ մեր արտագնա աշխատողը գնում է Ռուսաստան, որտեղ Եվրոպա չես կարող գնաս ոչ մի ձև աշխատես գաս։ Հիմա գարուն ով է գնում Եվրոպա խոպան, ոչ մեկ, որտեղ ամբողջ խոպանի աշխատած փողը մենակ վիզայի ու ճանապարհ ծախսի, պետքա ծախսի։ Այս ամեն ինչը պետք է վերականգնել Ռուսաստանի հետ, ոնց որ եղել է նախկինում ոչ թե Սերժ Սարգսյանի օրոք, որովհետև Սերժ Սարգսյանը ոնց որ թե մի քիչ փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները, մի օր Ռուսաստանում էր ստորագրում ինչ-որ թղթի տակ, մի օր Եվրոպայում էր ստորագրում, իսկ ժողովուրդը միշտ ինքը իրանով է իր պատերազմները հաղթահարել։ Օրինակ առաջին համաշխարհային պատերազմը ամբողջ պատերազմի նագրուսկեն եղել է ռուսական բանակի վրա, արդյունքում պարտվել է Գերմանիան, Թուրքիան, բայց Ռուսաստանը չի կարողացել դեր կանգնել իր հաղթանակին։ Նույնը երկրորդ համաշխարհայինի ժամանակ ինչ արդյունքի վրա ասել է Ռուսաստանը նախկին սովետական երկրների հետ, 15 հանրապետությունների հետ։ Եկավ մի պահ, որ Գորբաչովի նման մեկը դրեց այդ ամբողջ հաղթանակը, արեց առոչինչ։ Այսօր Ռուսաստանը նորից նույն ջարդած տաշտակի առաջ է կանգնած։ Ուկրաինա, Ադրբեջանում արդեն ՆԱՏՕ-ի զորքեր, Թուրքիա, Իսրայել, չգիտեմ ասած։ Այս ամեն ինչը հարված է Ռուսաստանի համար։ Նես չի որ ռուսը չի հասկանում, շատ լավ է հասկանում։ Բայց այնց էլ չի որ ռուսը կարա Նիկոլ Փաշինյանին ասի դու հակառուս ես, դու արևմտամետ ես կամ թուրքամետ ես, ինձ համար դու վտանգ ես, ինքը թողել է հայ ժողովրդի վրա։ Կարում եք դեր կանգնեք ձեր երկրին, ձեզ կգամ կողքնի հետ կկանգնեմ կօգնեմ։ Բոլոր այս փաստաթղթերը դրա մասին էր։ Ռազմական, տնտեսական, եթե մենք ինքներս ուզում ենք հարաբերություններ մեր բարեկամ երկրների հետ, ուրեմն պետք է մենք ինքներս էլ մի քիչ անելիքներ ունենք, զբաղվենք դրանով։ Այսօրվա իշխանությունները անում են լրիվ հակառակը, որի համար պատասխան ենք տալի մենք շարքային հայերս, որի համար պատասխան է տալի Ռուսաստանում աշխատող հայը։ Տեսնենք հետագան ոնց Պարոն Մաթևոսյան 2023 թվականին ուղիղ 9 ամիս կեղծ էկոակտիվիստների շղարշի ներքո Ադրբեջանը երբ փակեց Բերձորի միջանցքը 9 ամիս բլոկադայից հետո բռնի տեղահանում տեղի ունեցավ, էթնիկ զտման ենթարկեց մեր հայրենակիցներին Արցախում։ Այսօր արցախցիները գտնվելով հայրենիքի մյուս հատվածում Հայաստանի Հանրապետությունում կանգնած են լուրջ վտանգի առաջ, նրանց պահպանված չի նրանց հետ վերադարձի իրավունքը, սոցիալական ծանր խնդիրներ են առաջացած 40+10-երի մասին են անընդհատ թմբկահարում, իբր թե նրանք սոցիալական այդ ծրագրի դադարեցումով են հանրահավաք կազմակերպել Ազատության հրապարակում, գնահատական կտակ մեր իշխանությունների արցախցիների նկատմամբ վարած քաղաքականությունը։ Նախ արցախցիների իրավունքները ոտնահարվել է կարելի ասել 94 թվականի զինադադարի այդ նույն րոպեից, որովհետև արցախցիները
կատարել էին իրանց ընտրությունը Սովետական միության սահմանադրության բոլոր կետերի համաձայն անցկացվել հանրաքվե եւ նրանք անկախացել էին։ Ցավոք սրտի թե խաբեցին այդ ժամանակվա Հայաստանի իշխանություններին, Արցախի իշխանություններին, չգիտեմ ինչ-որ միջազգային կառավարողներ, ովքեր երկրի աշխարհի կառավարիչներն են, այն ժամանակ Եվրոպան էր, Ամերիկան էր, Ռուսաստանը բավականին թույլ վիճակում էր, կհիշեք 94-95 թվականները, այդ ժամանակ ամենաճակատագրական սխալը երևի լավ Հայաստանի կողմից, որ համաձայնվեցին զինադադարին, զինադադարը խնդրել էին ադրբեջանցիները ռուսների միջնորդությամբ, ցավոք սրտի չպահանջվեց Հայաստանի իշխանությունների կողմից, որպեսզի Ադրբեջանը զինադադարի հաստատման արդյունքում պահանջվեր, որ Ադրբեջանը ճանաչեր Արցախի անկախությունը։ Այս բոլոր հնարավորությունները կար։ Հակառակ դեպքում կարելի էր մինչև քորգետը գնալ, բանակի վիճակի էր, ոգևորությունը կար, զենքի պակաս չունեինք, որովհետև բարեբախտաբար Վազգեն Սարգսյանը Գրաչովի հետ կարում էր համագործակցել աշխատել, ու մենք զենք էինք ստանում Ռուսաստանից։ Ցավոք սրտի այդ շանսերը բաց է թողնվել, ու որից հետո շարունակվել է բոլոր ժամանակներում գնացել են ինչ-որ բանակցությունների։ Տեսեք, այսօր Ադրբեջանը արցախցիների բոլոր իրավունքները ոտնահարելով, այնտեղ որտեղ ինքը միջազգային ատյաններում թուղթ է ստորագրել, կլինի դա Մինսկի խումբը, կլինի դա Եվրոմիության մարդու իրավունքների, որտեղ ներկայություն ունի Ադրբեջանը։ Բոլոր տեղերում իր ստորագրած բոլոր կետերի տակ ինքը խախտվել է արցախցիների իրավունքը։ Մինսկի խմբում շատ կոնկրետ արձանագրված է, որ Արցախի հարցը ուժի միջոցով լուծելի հարց չի։ Տեսեք, կետերից մեկը ոնց է խախտվում։ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի եւ Հայաստանի հաստատած փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանը արեց առ ոչինչ։ Մինսկի խումբը դե յուրե գոյություն ունի, բայց դե ֆակտո, ինչի մասին որ քննարկումներն ու բանակցությունները գնում են, Նիկոլ Փաշինյանը Շարլ Միշելի գլխավորությամբ Ալիևի հետ միասին, ես չգիտեմ, դա պահանջա թե հանձնարարությունա, թե առևտուրա, դա երևի հետագայում դատարանը կորոշի, ազգային անվտանգության համապատասխան աշխատողները, ծառայողները կորոշեն ինչի արդյունքում սա է, բայց որ միջպետական պայմանագրեր, բանակցություններ, որոշումներ, ստորագրություններ ոտնահարվե, արդյունքում արցախցիների իրավունքներ է։ Պատկերացնում եք, չէ՞, պատերազմի միջոցով Արցախի հարցը ոչ մի դեպքում չպետք է լուծվեր։ Իսկ եթե լուծվում է ուժային միջոցով, դա օրենքին դեմ է, դա լեգիտիմ չի, իսկ այս ստորագրությունը, որը Պրագայում Նիկոլ Փաշինյանը արեց, ամբողջությամբ լեգիտիմացրեց պատերազմը 20 թվականի։ Ոչ մի հանցագործություն չի արել Ալիևը։ Ինչ մարդու իրավունքներ, ինչ ինքնորոշման իրավունք, չկա տենց բան։ Ու այս իրավունքները մի քանի անգամ ոտնահարվել է Տեր-Պետրոսյանի ժամանակ, չգիտեմ, միտումնավոր արվե թե չէ, չեմ կարող ասել, որ չճանաչեցին Արցախը։ Ռոբերտ Քոչարյանը շարունակեց նույն Լևոն Տեր-Պետրոսյանի բանակցում էին, ինչ էին բանակցում, ոնց էին, ինչ էին խոստանում, ինչ էին փոխում։ Շարունակվել է Սերժ Սարգսյանի ժամանակ։ Սերժ Սարգսյանի ժամանակ ավելի ծանրացավ իրավիճակը, որտեղ Սերժ Սարգսյանը մի օր գնում էր Ռուսաստանում էր թուղթ ստորագրում, մի օր գնում էր Թաքուն Եվրոպայում էր ստորագրում, ու այդ ժամանակվանից հայ-ռուսական հարաբերությունները սկսեցին մի քիչ ավելի խուճուժ դառնալ ու անհասկանալի կամաց հասունացավ վերեց այս վիճակին։ Հիմա Ռուսաստանը չի վստահում Հայաստանին որպես պարտներ, որպես անվտանգության
պայմանագրին համապատասխան բարեկամ երկիր, գործընկեր։ Ու տեսեք, բոլոր այս ժամանակներում, որտեղ արցախցիների իրավունքները ոտնահարվեցին, 20 թվականին աշխարհը աշկերը փակեց։ Ոչ մեկ չարձագանքեցին, ուղղակի սենց օդի մեջ քաղաքական ինչ-որ կոչեր, հայտարարություններ առանց հետևանքների։ Անկամ Ֆրանսիան, որ ես վստահ կարամ ասեմ, երկար տարիներ ապրել եմ Ֆրանսիայում հայերին սիրում են։ Որպես ինտելեկտուալ ժողովուրդ մենք այնտեղ մեծ հարգանք ենք վայելում։ Եվ տեսեք, երկրորդ ոտնահարումը արցախցիների իրավունքների, երբ որ այս ստորագրությունը համար առաջի խնդիրն էր, որ Պրագայում ստոր։ Երկրորդը, որ տեսեք 23 թվականի սեպտեմբերին Արարատ Միրզոյանի ելույթ է ունենում, եթե չեմ սխալվում, ՄԱԿ-ի անսամբլեայում, որ այս պահին, այս րոպեին արցախցիներին սպանում են, կոտորում են, ցեղասպանություն է գնում, վտարում են։ Նիկոլ Փաշինյանը այստեղ հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից օպերացիան, որ կազմակերպված է, իբր թե հակահաբեկչական օպերացիան, արցախցիներին, խաղաբնակիչներին ոչ մի վտանգ չի սպառնում։ Հաշված օրերի ընթացքում 120,000 արցախցի Հայաստանում էին արդեն։ Հիմա ազգային անվտանգությունը, դատախազությունը, այս ամեն ինչի ոնց է նայում, ես չգիտեմ։ Երևի վաղ իրանք էլ են պատասխան տալու այս ամեն ինչի համար։ Այսօր նաև միջպետական գանգատներն է հետ կանչում Փաշինյանը այսպիսով լեգիտիմացնելով այն, ինչ կատարվել է Արցախում։ Այո, իհարկե, տեսեք, երկու կոնկրետ հանցագործություն արցախցիների նկատմամբ, Արցախ աշխարհի նկատմամբ, որ արել է Նիկոլ Փաշինյանը։ Երրորդը, հիմա տեսեք, ամբողջ աշխարհում բանակները երբ որ բախվում են պատերազմա, կան գերիների իրավունքներ, ռազմագերիների իրավունքներ ու շատ օրենքներ, որը վերաբերում է պատերազմին։ Թուրքը ինքը առաջվա էլի թուրքն է, ոչ լոտ, վիզ կդրող, ինքը թալան չի է, ինքը այսօր որ ասում են թուրքական բանակ, նախ տես թուրք էլ չի մնացել, այսօր Թուրքիայում շատ քիչ են, մնացել է թուրքական միտքն ու գաղափարը։ Երկրորդը առանց ՆԱՏՕ Թուրքը միշտ իր քանակությամբ առավելություն ունեցել, որպես մորթող, սպանող, թալանչի, զավթող ու այս դատական պրոցեսների հետ կապված, տեսեք, Կիրակոսյանը, որը ներկայացնում էր հայկական կողմը, բավականին լուրջ արդյունքների էր հասնում։ Հետևում է ես այդ դատական պրոցեսին։ Հիմա թե Կիրակոսյանը ինքը հրաժարվեց, թե Նիկոլը իրան հանեց, ես մի քիչ մութ է, չեմ կարող ստեղ հասկանալ։ Չմեկնաբանեց Կիրակոսյանը։ Դե չմեկնաբանեց ու սենց ոնց որ լղոզեցին, այդ անհասկանալի դառավ։ Բայց որ հիմա Հայաստանը ներկայացուցիչ չունի դատական պրոցեսները շարունակելու, Ադրբեջանի հանցագործությունները, պատերազմական հանցագործություններ են, վիզ կտրել, կանանց սպանել, խաղաբնակիչների, այս ամեն ինչը Կիրակոսյանի մոտ ստացվում էր, բավականին լուրջ աշխատել էր այս տղան։ Հիմա Նիկոլ Փաշինյանը Ալիևին արդարացնելու համար պատրաստ է էսի հետ վերցնի, այս բողոքը, որը նորից արցախցիներ, մեղխփում է արցախցիների իրավունքին։ Այս մարդիկ արցախցիներին թշնամի են տեսնում։ Մեզ էլ են թշնամի տեսնում, բայց առաջերտին արցախցիներին, հետո հերթը կհասնի սյունեցիներին։ Հիշեցնենք, որ վերջերս էլ հետախուզման մեջ հայտարարված Արցախում պապիկի վիզա կտրած անձի նկատմամբ հետախուզումը դադարեցրեց հայաստանյան կողմը։ Իհարկե, սա նորից ասում է այն ամեն ինչի մասին, որ այս մարդը ավելի շատ թուրքո-ադրբեջանցի է սիրում, քան հայ։ Ու սրանով ամեն ինչ կարելի է ասել, որ այս մարդը ատում է հայ ազգին։ Ինքը վրեժ է լուծում երևի, ես ամենայն պատասխանատվությամբ կարամ ասեմ, որ իր հետ շատ դաժան է վերաբերվել ժամանակին։ Ովքեր։ Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակվա ուժային կառույցների աշխատողները։ Վրեժ լուծել մի ամբողջ 3 միլիոն անձիվ ավելի։ Այո, դրանով ենք մենք տարբերվում Նիկոլ Փաշինյանից, որ մեզ էլ են շատ հալած է,
բայց մենք ամբողջ ազգին թշնամի չենք տեսել։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմում շատ-շատերը, օրինակ ես այդ նույն վրեժը տեսնում եմ Արման Բաբաջանյանի մեջ։ Ես վրեժը տենում եմ դեպի ռուսները Արամ Սարգսյանի մեջ։ Անձնական վրեժը դրել են այսօր մի ամբողջ պետության, մի ամբողջ ժողովրդի, անկախ նրանից ինչ արդյունք կունենա իրանց վրեժի, այս վրեժ խնդրության այս փոթորիկը ինչ կտա, իրենք թքած ունեն դրա վրա։ Իրավիճակի շտկման համար ինչ է կառաջարկվում։ Համար առաջի խնդիրը, տեսեք, սոցիալական հարցը բարձրացվել արցախցիների համար։ Իհարկե շատ ծանր թեմա է, ցավալի թեմա է։ Նենց չի, որ մենք ունենք հնարավորություն, որ կարողանանք ազգային ժողով գնանք, բարձրացնենք, պատգամավոր չենք, կառավարության անդամ չենք։ Դա պետք է անի այսօրվա սեփականաշնորհած ընդդիմության աթոռը սեփականաշնորհած երկու խմբակցությունները, որը որ չեն անում, դե հարմար տակտեր անստաց բարձր աշխատավարձ են ստանում։ Իրանք պետք է բարձրացնեն, պահանջեն ու բոլոր ընկետերը, որտեղ ոտնահարվեց արցախցիների իրավունքները մեր շեշտած, այս լրիվ իրավունք է տալի արցախցիներին մեզ հետ միասին հավասար ելնել ու հրաժարական պահանջել։ Տեսեք, արցախցիներին, երբ որ ասում ենք, ասում են, մենք Հայաստանի քաղաքացի չենք, իրավունք չունենք։ Ոչ, չէ, որ իրանց անվտանգային միակ երաշխավորը հանդիսանում էր Հայաստանը, ինչպես չունեն։ Երաշխավոր էր, այո, երաշխավոր։ Եթե Հայաստանը երաշխավոր է, Արցախցին ինչու պիտի նման այդ երաշխավոր է Հայաստանում, ով որ նստած է այդ երաշխավորը ղեկը ձեռքն է, տեսեք, արես լրիվ հակառակ պատկերը ստացանք։ Ոտնահարվեց Արցախ աշխարհը, ոտնահարվեց արցախցու իրավունքները, արդյունքում այսօր արցախցիս տեղը ու ասում է ես իրավունք չունեմ, պահանջեմ երաշխավորից, բայց կետերը որ պետք է պատասխանատու առաջի պատասխանատուն, բայց հռչակում է մեղավորը ես չեմ։ Այս նորաձև կրթվածները երբ են սրանք պատասխան տալու իրենց արասները։ Արցախցին երբ է հասկանալու, որ հայաստանցին երբևիցե չի ասել ես հայաստանցի եմ դու արցախցի։ Եթե ինչ որ ժամանակ արցախցին այդպեսի բան ասե եւ իրականում եղել են արցախցիներ, որ ասել են։ Իրականում եղել են արցախցիներ, որ Քոչարյանին պաշտպանելու համար եկել են մասկաներով միտինգի ժողովուրդ են ծեծել։ Եղել է ժամանակներ, որ մարդն սպանել պատասխան չեն տվել, բայց սա չի վերաբերում ամբողջը։ Մենք Նիկոլի պես չենք մտածում, որ թշնամանանք։ Արցախցիները մեր հայրենակիցներն են, ոչ մի տարբերություն չկա իմ կամ Արցախցու մեջ։ Այն անհատական հանցագործները, սկսած Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սերժ Սարգսյան, սրանց ուղղակի տեսեք ինչ է ստացվում։ Բոլոր ժամանակներում եղել է այս նույն խնդիրները, այս մարդը տարբերվում է մենակ նրանով, որ ամեն ինչ բաց է բաց, ժամանակին հասունացած եկած են իրավիճակը, որ պետք է Արցախ կորցնեինք, չէինք տիրապետում այդ ինֆորմացիային, այս մարդը եկա որպես գործադիր տնօրեն այդ գործողությունը արեց։ Արդյունքում ստացվում է, որ այս տարիների ընթացքում ինչ որ արել են նախկինները, Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սերժ Սարգսյան։ Միգուցե եւ իրանց կողքը եղել են մարդիկ կամ իրանք չեն պատկերացրել, օրինակ չեմ կարծում, որ Քոչարյանը կտար Արցախը։ Բայց Սերժ Սարգսյանին չեմ կարող բացառեմ, որտեղ շատ մեծ կապ եմ տեսնում ես Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան։ Այսօրվա արհեստական կոալիցիաները քաղաքական որ ձևավորվում են Արտուր Վանեցյանի, Երվանդ Հախվերդյանի, ասենց տարաձայնություններն անհասկանալի մարդկանց հետ ասենք ժամանակին շփվել ենք, ճանաչել ենք, խոսում են մի բանից, անում են մի այլ բան։ Այս ամեն ինչը փոչը տանում է դեպի Սերժ Սարգսյան։ Իսկ արցախցիների սոցիալական հարցը իհարկե նույնց եմ ասում, ցավոտ հարց է, դժվարանում եմ խոսամ։ Առաջնային հարցը ակնկալել, որ 12 կետից բաղկացած պահանջագիրը ներկայացված կառավարություն այս իշխանությունները կբավարարեն։ Ես արցախցիների շտաբում հանդիպել եմ արցախցիներին, փորձեցի ասեմ, որ հարցը պետականորեն լուծվելի հարց է ու ինքը քաղաքական բնույթ ունի, ինքը ընդհանրապես հետևանք է։ Իրանք ընդունեցին, որ այո, նաև քաղաքական, որտեղ կառավարությունն է որոշում, որ արցախցին դուրս մնա, թե էլի գումար շարունակեն տան, որ ինքը կարողանա տանվաստը կամ հացի կամ չգիտեմ ուսանող պահի։ Նաև քաղաքական է, բայց փոքր հարցեր, եթե ժամանակավոր լուծվում է, խնդիրը գլոբալ չի լուծվում։
Գլոբալ խնդիրը պետք է մարդիկ կան իշխանության, ովքեր իրանց աշխատած տարիների ընթացքում պաշտոն զբաղեցած ժամանակ ապացուցել են, որ իրանք ծառայում են երկրին ու ժողովրդին, իրանք չեն հարստանում, իրանց սիրուհիների համար տներ ու ջիպեր ու ես չգիտեմ, գիտեք 44 օրյա պատերազմում 63-64 թվականի տեխնիկայով էր կռվում մեր բանակը 70-ականների տանկերով կռվում էին 5-րդ սերնդի ՆԱՏՕ-ի կողմից սպառազինված մի 5-10 անգամ ավելի մեծ բանակով ասում են պարտվել է Արցախի եւ Հայաստանի իշխանությունները պարտվել է քաղաքականություն եւ ժամանակակից տեխնիկայի դեմ հայ զինվորը կներեք արտահայտությանս մի քիչ ժողովրդական լեզվով ասեմ քարով փեդով կծեծեր Իրանից 10 անգամ ավելի շատ ադրբեջանցու մինչև Կասպից ծով ծեծելով գլարեր, սատկացնելով։ Մեր այ զինվորը խրամատում 10 սատ թուրք, ոչելով թուրք կսատկացնի։ Դժվարը մինչև խրամատ բերելն է, բերում ես խրամատ դառնում այռուց մեր զինվորը։ Պարոն Մաթևոսյան ասում են իշխանափոխությունը կախված էր նաև Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից։ Փարաքարում տեսանք ընդդիմադիր հատվածը հաղթանակ տարավ ցնցությամբ էին ժողովուրդը դիմավորում, դա եւս մեկ ապացույց էր, թե ժողովուրդը որքան կուշտ է այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունից։ Ինչ սպասել Գյումրիում ապրիլի 16-ին նիստ է տեղի ունենալու եւ վերջնականապես կորոշվի ով կլինի քաղաքապետ։ Նախ գնահատական կուզենայի տակ այս ամբողջ process-ի մասին ֆրոնտի մեր գործընկերների եւ հյուրերի հիմա նույնիսկ ոնց որ պետք է նույն բաները կրկնեմ ի տարբերություն մի բանի որ փարաքարի հաղթանակ է ես այն ժամանակ շատ ռեալ կայուն տեսնում էի որ մեր այդ սիրուն տղեն հաղթելու է բոլոր 3 տեխնացուներին ու Փարքաստու հաղթեց անձամբ զանգել եմ իր հայրը իմ մտերիմն է իմ ընկերն է զանգել եմ շնորհավորել եմ շատ ուրախացել եմ այստեղ մեր թիմում էլ շատ ուրախացել էին ես ներկայացրել էի ես ինքս լիազորություն ստացա վարչության անունից քաղաքական հայտարարություն արեցի որ այդ 9 գյուղերի բնակիչները Փարաքար խոշորացված համայնքի բնակիչներ մեզի վստահողներ, աջակցողներ, համախոհներ գնացեք ցայն տվեք Գրիգորյան տեխնացուին, որովհետև միակ արժանի ընդդիմադիր տեխնացուն ինքն էր, մեկը անհասկանալի էր ընդդիմադիր էր թե իշխանական էր, ինքը որպես անձ իշխանականների հետ է միշտ շփվում, բայց ներկայացնում էր կայունություն կուսակցությունը, որը հռչակել է որ ինքը Կարեն Դեմիրճյան, Վազգեն Սարգսյան քաղաքականության շարունակողն է ՀԺԿ Այո, ՀԺԿ եւ հանրապետական միասնություն դաշինքը եթե հիշում եք։ Բայց իրանց կուսակցության անդամը ԿՊ-ի հետ աշխատել, համագործակցել։ Ինչևէ, մեր տղեն հաղթեց Փարքաստու։ Շնորհավոր նորից իրան։ Գյումրում այն ժամանակ նորից մինչև ընտրությունները մեր գործընկերների մոտ հյուրել այդ ժամանակը ասացի որ Գյումրում հաղթող տեխնացու ես չեմ տեսնում սա իմ անձնական վերլուծությունն է ես բարձրաձայնել եմ մեր թիմում ու ստացվում է այնպես որ ոչ թե գուշակեցինք այլ վերլուծեցինք այս ամեն ինչը ու հասկացանք որ հաղթող տեխնացու իրականում չկա այսինքն հաղթող տեխնացու նկատի ունենք 50% անցնող է Հիմա հետագայում ինչ ալնելու, գիտեք ինչ մեծ հարցականի առաջականգնած այսօր Գյումրի քաղաքը Գյումրեցին։ Տեսեք, ռեզերվում Մարտուն Գրիգորյանը ունի 4 ներողություն։ 4 տեխնացու։ Ում համար է պահում, այս տեխնացուների մենք չգիտենք։ Կարա ամեն վարքյան կարա սուրպրիզ լինի։ 2 տեխնացու 2 ձայն պակասում էր Վարդան Ղուկասյանին որպեսի արդեն ամբողջ Հայաստանի Հանրապետությունով մեկ արձագանք էր, չէ, շատ բարձր բոլոր տեղերից լրատվամիջոցներով, շարքային ժողովրդից սկսած մինչև որ այդ ձայները տուր, որ ԿՊ-ն պարտվի այդ 2 ձայնը տուր, բայց սխալվեցինք, 2 ձայն պետք չէ, մենք էլ այն ժամանակ աղաղակում էինք, ասում էինք ամբողջ թիմով միացեք իրար։ Դե հիմա իրանց անձնականն է խանգարում այդ միասնությանը, թե հայտնի կռոսմաստերը թույլ չի տալիս։
այս շախմատի պարտիան դեռ պետք է երկար ջրվի գալի։ Այստեղ խնդիր կա, ամսի 16-ին դա աստված որ այս մտավախությունները իրականություն չդառնան, բայց ես նորից ընդդիմության հաղթանակի հետ կապված մեծ կասկածներ ունեմ։ Այդ 4 ռեզերվային ձայները կարան 90 աստիճան իրավիճակ փոխեն։ Իսկ եթե ընդդիմությունը հաղթի, սպասել որ իշխանապետությունը ընդդիմությունը հաղթեց, կրկնվելու է նույն սցենար, ինչ որ Կիրովականում, Վանաձորում կձերբակալեն, տեղակալներ էլ չի տալիս Մարտուն Գրիգորյանին, Վարդան Ղուկասյանը։ Նորից ամբողջ հարցը դառնում է խուճուճ։ Միգուցե այս պարագայում իրանք կային մի հայտարարի, որ եթե Վարդան Ղուկասյանին ձերբակալում են, առաջի տեղակալը նստում էր քաղաքապետ, որովհետև ավականիում իրանք ոչ թե արդեն 1 կամ 2 ձայն, այլ 5 ձայն ավել ցանկացած քվեարկություն իրանց օգտին էր լինում։ Վստահության խնդիրն է թե իրանք անձնական խնդիրներ ունեն, բայց ես չեմ կարծում, որ պետությունը պետքա Նիկոլ Փաշինյանի կամ Արամ Զավելի Սարգսյանի կամ Արման Բաբաջանյանի կամ Մարտուն Գրիգորյանի կամ Վարդան Ղուկասյանի անձնական վրեժ, անձնական խնդիր բերեն երկրի ճակատագրի հետ կապեն։ Հասկանում եք որտեղ ենք հասել մենք։ Մի քանի մարդ այս երկրում ունեն անձնական խնդիր, անձնական վրեժ, արդյունքում մենք տալիս ենք 5000-ից ավել զոհ։ Մենք կորցնում ենք մեր հայրենիքի մի մեծ մասը Արցախը։ Այսօր Հայաստանի սահմանները արդեն խախտված են, թշնամին զորքով նստած է։ Ու այս սրա արդյունքում սա առևտուր չի, սա թշնամանք է շատ կոնկրետ հայ ժողովրդի, հայ պետականության դեմ։ Իսկ այդ թշնամանքը հնարավոր է եւ օգտագործվում է առևտրի մեջ, շատ ձեռնատու։ Գումարած Հայաստան եղած պետական ռեսուրս է, բյուջե, պաշտոններ։ Պարոն Մաթևոսյան, կուզենայի անդրադառնայիք նաև համխի հիմնադիրներից Ալբերտ Բազայանին, դատական process-ներն ինչ փուլում են գտնվում այս պահին։ Շատ լավ, տեսեք, Ալբերտ Բազայանին մեղադրեցին ահաբեկչության կազմակերպիչ որպես, ձերբակալեցին, արգրավեցին իր օրինական զենքերը, որից մեկը կառավարական պարգև է, մյուսը ոսորդական գրանցված զենք է։ Հիմա process-ը կալանքից հետո 5-6 ամիս էլ տնային կալանք մնաց, 6 ամիս բանտում, 5-6 ամիս տունը, ու հիմա տեսեք ինչ է ստացվում։ Այս նորաձև կրթվածների մոտ տեսեք ինչ է։ Այս մարդը մեղադրյալ է։ Դատավոր իրան ասում է մեղադրյալ, ինքը ջղայնանում է դրանից, բորբոքվում է, բայց այս մեղադրյալի, որ պատրաստվում էր վարչապետին ֆիզիկապես ոչնչացնել, զենքերը հետ է տվել դատախազությունը, թե քննչականը, ովքեր որ բան է արգրավել էին, մարդու օրինական զենքերը հետ են տվել ու ասում են դու ահաբեկիչ ես։ Ես այսքան զարգացած չեմ, որ այս նորաձև կրթվածների այս աշխատածևից բան հասկանամ ու բան խոսամ։ Շնորհակալություն պարոն Մաթևոսյան։ Հիշեցնեմ, որ Ազատ հարթակի իմ հյուրն էր ազատամարտիկ երկու պատերազմների մասնակից Սմբատ Մաթևոսյանը։